Խնդրեմ ստեղեն քնում նայեք պատի վիճակը, նա ջիջարը պրշտած բդի բլի, էսա երգիր, տելի պահած երգիրը, դարրելա Նիկոլի քանդակացտունը, Նիկոլի պատերն էր սա, խզվզացում էլի պատերն ատեցել է։ Սարի թաղն է, Հորդառատ անձրևից այս տան գրեթե բոլոր պատերը ճաքած են, ամիսներ առաջ էլ պատ է փլուզվել։ Պատճառը բնակիչների խոսքով 15-րդ փողոցից եկող խմելու ջուրն է, որը տուն է լցվում ու անկախ եղանակից իրենց տունը ջրհեղեղի վերածում, դրան գումարվում է Հորդառատ անձրևն ու տունը վերածում իսկական Վենետիկի։ Ամեն անգամ թոշակառու ամուսինները, որոնք բազմաթիվ հիվանդություններ ունեն, ջուրը դույլերով ու պոմպով են մի կերպ տնից հեռացնում։ Ձեր կանգնող չկա։ Խնդրեմ գնանք տեսեք եկել է ջուրը լցվել արդեն հայարդը, սելա ֆիլման կար 20 սանտիմ բարձրության լիճ է դարել արդեն, ինչ պետք կարվի։ Ձեր կանգնող չկա երեքիլիկում ժամի 7-ին զանգել եմ, մինչև հիմա մարդ չի եկել, ժամ քանիսն է, 16-17 ժամը մարդ չի եկել, ինչ վիրել է ջուր։ 40,000 դրամ փողի պարկ դատարանով իմ թոշակից 5,000 դրամով պայլով վերցրին, ես երգիր է։ Տունը լրիվ քանդի վրա, ինչ պետք կարվի, ու նավատ դուրս է մնում։ Ով է պատասխան տալիս սրա համար։ Գագիկ Ֆիդանյանն ասում է, բախտները բերում է, որ բաց հոսանք չի լինում, տանը 4 անչափահաս երեխա կա, վախով են քնում ու արթնանում, մտքից, որ ուր որ է քնած ժամանակ առաստաղից քարեր կթափվեն իրենց գլխին։ Անընդհատ ջուրը լցվում է պատվալը, պատվալից լցվում է իր սենյակը, տեսակ, պատերի վիճակը։ Խոնավության հոտը դու մտակ զգացիք, ամբողջ օրն էլ դուրը բաց ենք թողում, բայց թե խոնավությունը կանցնի, մամարը ծմերը լի, աշունը լի, էծա։ Մեր վիճակը է սա, ինչքան էլ զանգահարը մենք գալիս են, ինչ են քանդեմ, ինչ են նայեմ, ինչ չէ, չգիտեմ, բայց թե նորից կրկնվում է նույն պատմությունը։ Տիկին Սոֆյան սրտնեղում է, Վիոլիա ջրից ամեն անգամ ասում են, որ պետք է ջուրը տանեն փորձաքննության, սակայն այդպես էլ չեն անում, սենյակի պատը փլվելուց հետո էլ են եկել, ասել են հոսող տեղ չկա։ Փորձեցինք պարզաբանում ստանալ Վիոլիա ջրից, զանգերին այդպես էլ չպատասխանեցին, իսկ քաղաքապետ Ավինյանը դեռ անցյալ տարի էր խոսել խնդրի վերաբերյալ։ Պետք է մի սուբյեկտ, որը որ ամբողջապես պատասխանատու է։ Ամենավերջին պատասխանատվությունը մերն է։ Տանտիրոջ դուստրը Զենֆիրա Սարուխանյանը թեպետ տեսախցիկի առաջ խոսելուց խուսափեց, բայց պատմեց, որ խոնավության պատճառով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել ու ոչ միայն ինքը, այլև թոշակառու ծնողները բրոնխների խնդիր ունեն, իսկ խոնավ տանը ապրելը նրանց հակացուցված է։ Ընտանիքում սրտնեղում են, տարիներ շարունակ տուն են կառուցել, բոլոր հարկերն ու տուրքերը վճարել են, սակայն նման իրավիճակում որևէ կառույց պատասխանատվություն չի կրում ու վնասի փոխհատուցում այդպես էլ չի տալիս նրանց։